Ինչ կապ ունի Վաշինգտոնյան այցը Հայաստանի հետ եւ ինչ եմ այդ մասին խոսում միայն այսօր։ Այս տարի Վաշինգտոնում մասնակցեցինք միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովին, սակայն այցը չսահմանափակվեց միայն ֆորումի մասնակցությամբ, ունեցան կարևոր հանդիպումներ մի շարք կառույցների հետ, այդ թվում USCIRF-ի։ USCIRF-ը Ամերիկայի կրոնական ազատությունների անկախ հանձնաժողով է, որի անդամներին ներկայացվեց Արցախում հայկական կրոնական ժառանգության պահպանման ռիսկը, ինչպես նաև Հայաստանում հակաեկեղեցական արշավը։ Այսօր եմ խոսում այդ հանդիպումներից, քանի որ հանձնաժողովը արդեն հրապարակեց 26 թվականի իր տարեկան զեկույցը, որտեղ Ադրբեջանին իր կատարած բոլոր խախտումների, այդ թվում Արցախում հայկական կրոնական ժառանգության, մեր եկեղեցիների քանդման ավիրման պատճառով ընդգրկեց հատուկ դիտարկվող երկրների ցանկում։ Ավելին, հանձնաժողովը առաջարկ է ներկայացել կոնգրեսին սահմանափակել եւ պայմաններ դնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած ռազմական ֆինանսավորման վրա։ Շնորհակալություն եմ հայտնում հանձնաժողովի նախագահ Տիկին Հարսերին, ով Ադրբեջանի հետ կապված հատուկ կարծիք է ներկայացրել, նշելով, որ վերջինս ել ավելի խիստ ցանկում պետք է հայտնվեր հաշվի առնելով քրիստոնյա գերիների պահման դատավարության պայմանները, ինչպես նաև Արցախում 2000-ամյա քրիստոնյա ժառանգության վերացման նկրտումները։ Բարեբախտաբար Հայաստանը չհայտնվեց որևէ ցանկում, ինչը մեծ վնաս կհասցներ մեր պետության անվանը։ Սակայն հատուկ անդրադարձ է կատարվել կառավարության կողմից հակաեկեղեցական արշավին, հատուկ անդրադարձ է կատարվել նաև մեր եկեղեցու ինքնիշխանության ռիսկերին, ինչպես նաև տարօրինակ կերպով հոգևորականների եւ աշխարհիկ անձանց ձերբակալությունների համընկնումներին։ Եվ երբ ձերբակալվածներից բարեր Սամվել Կարապետյանը նշում էր, որ մենք պետք է պաշտպանենք մեր եկեղեցին մեր ձևով, այդ ձևի մեջ մտնում է նաև միջազգային գրագետ աշխատանքը, ինչպես նաև իրականությունը բարձրաձայնելու խիզախությունը։